Ջերուսման ամբողջ համակարգը մեկ կաթսայի գնով կաթսան ձեզանից, մնացածը մեզանից։ Ընտրեք Maverick կամ Navi գերխնայող կաթսաներից մեկը, իսկ ծխատարը, մարտկոցները, խողովակները, բոլոր դետալները, առաքումն ու տեղադրումը կստանաք իդեալ համակարգից։ Վճարեք միայն կաթսայի համար եւ ստացեք ամբողջ ջերուսման համակարգը նույն գնով։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 29 տարի դեպի կատարելություն։ Ողջույն, հարգարժան տիկնայք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Օգոստոսի 2-ից կբացվի նոր քաղաքական սեզոնը, նորընտիր խորհրդարանը կսկսի իր առաջին նիստը, կսկսի ձևավորվել նոր օրենսդիր իշխանությունը, նաեւ կընտրվի վարչապետ, նոր կառավարություն կձևավորվի։ Եվ այդ պրոցեսները արդեն տեղի են ունենալու այն նոր տարածաշրջանային իրողություններում, որում մենք ապրում ենք։ Այդ իրողությունները սկսեցին ձևավորվել օգոստոսի 8-ի հայ-ամերիկա-ադրբեջանական պայմանավորվածություններից, այս խաղաղության գործընթացով եւ որն իր զարգացումներն է ունենում այս շաբաթներին եւս։ Այս ամենը նաև որոշակի ներքին օրակարգ է թելադրում եւ դրա որոշ դրսևորումներ մենք եւս տեսնում ենք Հայաստանում։ Փորձենք հասկանալ եւ գնահատել այդ քաղաքական պահը, թե մեր տարածաշրջանային քաղաքականության մեջ, թե ներքին քաղաքականության, որը ըստ էության խորապես եւ օրգանապես փոխկապակցված են։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար տեսակապով, մեր հյուրն է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան, ուրախ եմ ձեզ նորից տեսնել, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Պետրոսյան, մենք տեսնում ենք բավականին դինամիկ պրոցեսներ մեր տարածաշրջանում եւ ներքաղաքական շատ նշանակալի պրոցեսներ եւս քաղաքական սեզոնի բացմանը ընթառաջ։ Այս ամենը ձևավորում է մի համայնապատկեր, այսպես ասենք, ինչպիսին է այն ձեզ երևում, համեցեք։ Ընդհանուր առմամբ, եթե սկսենք ներսից, ապա դուրս գանք ավելի լայն աշխարհագրական կտրվածքով, Հայաստանի ներսում փաստացի արդյոք որոշակի կանխատեսելիության փուլ են մտնում պրոցեսները, ընտրություններն ավարտվեցին, դրանց արդյունքները փաստացի ընդունվեցին, չեմ ասում ճանաչվեցին, բայց գոնե ընդունվեցին բոլոր հիմնական քաղաքական դերակատարների կողմից, առաջիկայում արդեն կսկսի աշխատանքները նոր խորհրդարանը, կձևավորի նոր կառավարություն եւ արդեն աշնանից կարող է ականատես լինել ակտիվ թե ներքին թե արտաքին քաղաքականության դինամիկայի։ Եթե ավելի դուրս գանք արդեն Հայաստանից ավելի լայն աշխարհագրական մասշտաբով, ապա այստեղ բնականաբար շատ ավելի անորոշ է իրավիճակը եւ նաեւ Հայաստանի քաղաքականության վրա ազդեցության իմաստով շատ կարեւոր երկու հակամարտությունները, դա Միացյալ Նահանգներ Իրան եւ Ռուսաստան Ուկրաինա, իրենք գտնվում են անորոշության եւ հնարավոր ընդլայնման շատ ավելի մեծ ծավալ ձեռք բերելու շրջափուլում, որն էլ կամա-թե-ակամա բնականաբար որոշակի ազդեցություն ունենալու է նաև տարածաշրջանային անվտանգության, քաղաքականության վրա եւ նաև Հայաստանին առնչվող առանձին հարցերի եւ թեմաների վրա, մասնավորապես եթե գնանք դեպի Մերձավոր Արևելք, ապա Իրան, Միացյալ Նահանգներ հակամարտության կրկին ակտիվացումը եւ գուցե ընդլայնումը դա ուղիղ կերպով խնդիրներ առաջացնելու Հայաստանի համար
լոգիստիկ առումով, քաղաքական առումով, որտեղ տեղաշարժն է դարձած իրանի տարածքում դառնալու վտանգավոր շրջանառությունը, քաղաքական իմաստով Հայաստանի համար այս կարևոր երկու դերակատարների միջև կոնֆլիկտը ինքը ուղիղ կերպով նաև հետևանքներ ունենալու Հայաստանի մանևրի հնարավորությունների վրա եւ նույնը նաև ուկրաինական պատերազմի հետ կապված, եթե այն ամենայնիվ Ռուսաստանը որոշի գնալ ներգրավվածության ընդլայնման, այսինքն լայնամասշտաբ պատերազմի եւ նաև երկրի ներքին կարգավորումների համատեքստում նոր հերթական մոբիլիզացիա եւ մասշտաբների մեծացում պատերազմի, ապա դա եւս վստահաբար ունենալու է հետևանքներ թե մեր տարածաշրջանի վրա եւ թե Հայաստանը, որտեղ Ռուսաստանն ավելի նյարդային է դառնալու եւ ոչ կանխատեսելի ուրեմն հաջողությունների դեպքում կամ հաջողությունների չհաջողվելու, ձախողվելու դեպքում բնականաբար այդ տարածաշրջաներում փորձել է ինչ-որ փոքր թեթև հաղթաթղթեր ձեռք բերել, այդ թվում նաև չի բացառում մեր տարածաշրջանի 3 երկրների հետ միաժամանակ։ Ընդհանուր պատկերը կարծում այսպեսին է այս պայմաններից։ Պարոն Պետրոսյան, զուգահեռաբար ընթանում է հայ-ադրբեջանական այս խաղաղության գործընթացը եւ այնպես չի, որ այն ամբողջությամբ անխոչնդոտ է, չնայած մենք միանշանակ տեսնում ենք շարունակական դրական դինամիկա, բայց այնուամենայնիվ նախաստորագրված խաղաղության պայմանագիրը ստորագրելը կարծեք թե ամենայն դեպս կարճաժամկետ հեռանկարում ոնց որ թե չի ուրվագծվում։ Մենք տեսնում ենք մասնավորապես Ադրբեջանի ներկայացուցիչ Հաջիևի հայտարարությունը Reuters-ին իր հարցազրույցում էլի սահմանադրության այդ պրեամբուլայի հարցն է, հա, որ իրենց իբր մտահոգում է եւ նույնիսկ նրանք ասում են մենք չենք էլ ասում, որ դա պետք է լինի հանրաքվեով, կարող է լինել այլ իրավական մեխանիզմներով, մինչդեռ ես մի քիչ լավ չեմ պատկերացնում այդ որն է այդ այլ իրավական մեխանիզմը, այստեղ ինչպեսին է ձեր գնահատական այս գործընթացի, ինչպես Հայաստանը ձեր կարծիքով առավել օպտիմալ դիրքավորումը ինչպեսին եք տեսնում համեցեք։ Տեսեք, այնուամենայնիվ ես կարծում եմ Ադրբեջանի դիրքորոշման վրա եւ քաղաքականության վրա շատ մեծ ազդեցություն ունի գլոբալ եւ տարածաշրջանային իրավիճակը։ Այսինքն, քանի դեռ աշխարհում այս անորոշությունը կա, այսինքն աշխարհակարգի վերջնական ձևավորման այսպես հավանականությունը այս պահին բավականաչափ հեռու է, Ադրբեջանը եւ նրա հետ նաեւ Թուրքիան բնականաբար չեն շտապում Հայաստանի հարաբերությունների կարգավորել, որտեղ անընդհատ նրանց պահանջների կամ նրանց մոտեցումների այսպես ձևաչափերը փոփոխման ինչ-որ դրսևորումներ են արձանագրում։ Հիմա տեսեք, իրենք շատ լավ հասկանում են, որ այս պահին Հայաստանի սահմանադրության փոփոխությունը հավանական չէ։ Բայց միևնույն ժամանակ այսպես կարծես թե մեխանիզմներ փորձում գտնել այլ կերպով իրենց պահանջների իրականացմանը հասնելու համար։ Այս պարագայում, եթե տեսեք աշխարհը գտնվում է շատ ավելի գայուն շրջափուլում, այսինքն իրենք հասկանային, որ հեսա ուր է հակամարտությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ավարտվում է, կամ Իրանը կրկին այսպես կարգավորում է հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, վերականգնում է
հնարավորությունների դիրքերը եւ բավականաչափ այսպես կանխատեսելի ակտիվություն է դրսել նաեւ Հարավային Կովկասում։ Իրենք շատ շտապելով փորձեն Հայաստանի հետ գնալ հարաբերությունների կարգավորման։ Հիմա քանի որ այս անորոշությունը կա եւ նշածս հանգամանքները փաստացի կանխատեսելի են այս պահին, Ադրբեջանը եւ Թուրքիան չեն սպառում, չեն ուրեմն շտապում, հակառակը նրանք փորձում են այս իրավիճակից մաքսիմալ օգտվել։ Օրինակ, տեսեք, իրենք այնքան չեն խոսելու խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման մասին, մինչև որքան հնարավոր, մինչև չտեսնեն օրինակ թրիպը առավելագույն հնարավոր գործարկման փուլում, երբ որ ենթադրենք հասկանան, որ այսինքն պատվիրացում կազմի, թե ինչպեսի ինչ կարգի ուրեմն տարանցում է հնարավոր Ադրբեջանի եւ Հայաստանի միջև կամ Հայաստանի տարածքով կամ թրիպի տարածքով Ադրբեջանի եւ Նախիջևանի, այսինքն ինչքան հնարավորություն կա ձգել են մինչև հասկանան գետնի վրա դա ինչքանով է գործում։ Եվ ներկայում ցավոք սրտի միջազգային իրավիճակը տալիս է դրա հնարավորությունները։ Զուգահեռաբար գիտենք, որ կա սահմանազատման գործընթաց, չի բացառվում, որ այս սահմանազատման գործընթացի վրա փորձեն ազդել, ելի առաջ տանելով իրենց շահերը, այսինքն process-ում առավելագույնս փորձելով հասնել իրենց համար ընդունելի լուծման։ Ցավոք սրտի աշխարհաքաղաքական իրավիճակը նպաստում է, որպեսզի Ադրբեջանը չշտապի, որպեսզի Ադրբեջանը իր քաղաքական հաշվարկներ իրականանալիս այս պահին առաջնահերթություն չունենա Հայաստանի հետ կարգավորումը, այլ դա թողնի հետի պլան։ Եվ նույնը բնականաբար շատ ավելի մեծ մասշտաբներով վերաբերում է նաև Թուրքիային, քանի որ նախ Թուրքիայի օրակարգերը շատ ավելի մեծ են, եւ այս դեպքում բնականաբար Ադրբեջանի ազդեցությունը Թուրքիայի վրա շատ ավելի առարկայական է։ Հետևաբար ցավոք սրտի այս անորոշությունները այս պահին գոնե Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության մասով առայժմ այսպես բովանդակ են առնում, լուրջ տեղաշարժեր չեն կարողանում, չեն խոստանում, բայց միևնույն ժամանակ դրանք հնարավորություն են տալիս գոնե մեր տնային աշխատանքը կատարելու, մասնավորապես հնարավորինս արագացնելու թրիպ նախագծի կենսագործումը, որովհետև գոնե այս պահին այդ նախագծի իրականացման մասով վստահաբար մենք լուրջ խոչընդոտներ չունենք, գետնի վրա օրինակ ենթակառուցվածքներ նախապատրաստելու ինչ-որ իրավական խնդիրներ ստեղծելու, լուծելու տեսանկյունից լուրջ այսպես խոչընդոտներ չունենք եւ այս բանին կարծում եմ, որ այդ բոլոր հարցերը պետք է անել օգտվելով այն պատուհանից աշխարհաքաղաքական, որ կա, որ գերտերությունները զբաղված են իրենց ավելի կենսական խնդիրներով եւ գետնի վրա լուրջ խոչընդոտներ որպես այդպեսին չկան Հայաստանում։ Պարոն Պետրոսյան, հուրախություն մեզ թրիփի շուրջ process-ները բավականին ակտիվացել են, ընդ որում թե հայկական կողմում, թե ամերիկյան կողմում, ընդ որում կողմերը, այսպես ասենք, այս պահին բավականին ինտենսիվ տնային աշխատանք են իրականացնում, հա, այսինքն հայ-ամերիկյան համաձայնագիրը շուտով ներպետական համաձայնեցումները կավարտի մտնում է Հայաստանում, ասենք, սահմանադրական դատարան, որից հետո կվավերացվի խորհրդարանում, Միացյալ Նահանգներում էլ 3+ այդ հիմնադրամն է բացվել, ղեկավար է նշանակվել, որը Հայաստանի հետ ունի ուղղակի առնչություններ, սա իհարկե շատ դրական է, բայց այնպես չէ, որ Հայաստանի ապաշրջափակումը դա միայն թրիփի կառուցումն է, հա, Հայաստանի
այսպես ասենք, հաղորդակցության ուղիները ասվածը շատ ավելի լայն հասկացություն է եւ մենք տեսնում ենք, որ այդ երկաթուղիների համակարգում ցանցում ռուսական RЖD-ի ներկայությունը ինչ աստիճանի բացասաբար է անդրադառնում թե Հայաստանի ուրեմն մրցունակության վրա այդ կոմունիկացիոն ոլորտում, թե մեր գործընկերների հետ մեր համատեղ մտահղացումների իրականացման համար։ Այս խնդրից խոսել է վարչապետը, բայց ոնց որ թե ուր է տանում եւ ժամանակային ինչ հորիզոն է այստեղ երևում, կարծեք թե այս պահի գոնե մեր եւ ձեր միջև այս խոսակցության պահի ընթացքում որևէ բան པարզ չէ։ Ինչ դիտարկումներ ունեք սրա հետ կապված, ինչ անելիքներ եք տեսնում, ինչ օրակարգ եք տեսնում, խնդրեմ։ Դե տեսեք, քանի որ նշեցինք տնային աշխատանքների մասին, այդ իրավական օրինական օրենքի դաշտում օրենսդրության դաշտում այդ մասին դուք նշեցիք, ես էլ խոսքում ակնարկեցի, Միացյալ Նահանգների եւս կողմից քայլերի մասին եւս նշեցինք, երբ որ գործառնական առումով անհրաժեշտ քայլեր իրականացնում են։ Ձեր նշած հարցը կոնկրետ արդեն գետնի վրա աշխատանքների մասն է, որը եւս որոշակիորեն անդրադարձ է։ Այստեղ երկու ուղղությամբ հիմնական անելիքներ կան։ Առաջինը նախ TRIP նախագծի աշխարհագրական տարածքում շինարարական աշխատանքների նախագծման եւ այսպես մեկնարկի, որը ենթադրում է, որ արդեն 2027 թվականի սկզբից տեղի կունենա։ Եվ ավելի լայն իմաստով, որի հետ ես համամիտ եմ ձեզ հետ, ավելի լայն իմաստով Հայաստանի ապաշրջափակման գործընթացի ուրեմն հետ կապված են կոնկրետ քայլեր իրականացնել եւ այստեղ եւս ավաղ անելիքները հայկական կողմին են, այսինքն երկաթգծի մասով Նախիջևանի եւ երկաթգծի Թուրքիայի երկաթգծի մասով, որտեղ կոնկրետ ֆունկցիոնալ առումով խնդիրներ կան պայմանավորված RЖD-ի գործունեության եւ TRIP նախագծի հետ կապված Ռուսաստանի դիրքորոշման։ Այստեղ հենց այս հարցերում են, որ բարդություններ նկատում են, բայց դրանով էր պայմանավորված նաև մեկնարկային խոսքում նշածս այն միտքը, որ այս հակամարտությունների շարունակման պարագայում երկարաժամկետ հեռանկարով այս պահին ծրագրեր իրականացնելու հնարավորություններ չկան, որտեղ շատ բան պայմանավորված է, թե երկու հակամարտություններից յուրաքանչյուրում ինչպես կընթանան պրոցեսները։ Հետաբար Հայաստանի համար այսպես քայլ առ քայլ առաջ գնալու կարճաժամկետ առնվազն միջնաժամկետ հեռանկարով քայլերը ծրագրելու եւ իրականացնելու ուրեմն գործելավոճը պետք է ընտրվի։ Հիմա որտեղ որ հնարավորություն կա ինչ-որ բան անելու Հայաստանի կողմից առանց դիպչելու, առանց այսպես խնդիրներ ստեղծելու թե տարածաշրջանի եւ թե ուրեմն գլոբալ խաղացողների հետ հարաբերություններում Հայաստանը պետք է ինքնուրույն անի։ Նախ ես չեմ կարծում, որ այս բանը ճիշտ է կոնկրետ RЖD-ի հետ կապված ավելի կտրուկ քայլերի գնալը, որտեղ Ռուսաստանը այս բանը բավականաչափ նյարդային վիճակում է եւ նրա քայլերն ու գործողությունները անկանխատեսելի են։ Բայց միևնույն ժամանակ չի կարելի կանխատեսել, որ ինչ որ փուլում ուկրաինական պատերազմ կամ Ռուսաստանի ներսում կարող է այնպես իրավիճակ ստեղծվել, որ Ռուսաստանը շատ ավելի հեշտությամբ ինքը հանձնի RЖD-ի կառավարումը, եթե լինի համապատասխան ինչ-որ բանակցային մեխանիզմ, ոչ միայն Հայաստան-Ռուսաստան, այլ նաև չի բացառում Միացյալ Նահանգներ Ռուսաստան մակարդակների։ Այնպես որ այն լուրջ խնդիրները, որոնք պետք է հաշվարկել, էլի, որոնք կարող են ավելի խնդրահարույց իրավիճակ ստեղծել Հայաստանի համար, այդ ուղղությամբ պետք է ավելի զգուշավոր կերպով գնալ։ Օրինակ, եթե կա հնարավորություն դեպի Թուրքիա եւ դեպի Ադրբեջան Հայաստանի Հանրապետության
հնարավորություններով այդ երկաթգծերը վերականգնել, ապա կարծում պետք է գնալ այդ ուղղությամբ առանց այս բանին ՌԺԴ-ին կպնելու։ Բայց երբ որ բնականաբար արդեն դա կոնկրետ այդ ժամանակը, երբ որ երկաթգծի գործարկման համար կոնկրետ անհրաժեշտ է լինելու ավելի առարկայական լուծումներ, այդ փուլում կարծում արդեն ավելի առարկայորեն կարող է նաև քննարկել այս թեման, բայց կրկնում եմ, կան հարցեր, որտեղ միայն Հայաստանը չի կարողանա խնդիրներ լուծել։ Այստեղ պետք է օգտագործել թե Միացյալ Նահանգների հետ գործընկերությունը, ռազմավարական գործընկերությունը, թե Միացյալ Նահանգների ներգրավվածության հանգամանքը TRIP նախագծում, ինչու ոչ թե Իրանի միջամտությունը, որտեղ եթե Նախիջևանով այսինքն Հայաստան-Իրան երկաթգծի վերականգնման հնարավորություն կա, այստեղ բնականաբար Իրանը ևս ուրիշ եւ ինքը ևս կարող է ազդել Ռուսաստանի դիրքորոշման վրա։ Այնպես որ ես այսպես եմ պատկերացնում, այս մային կտրուկ քայլերի լուծումներ գնալու անհրաժեշտություն չկա, քայլ առ քայլ պետք է բոլոր ծրագրերը նախագծվեն եւ իրականացվեն մաքսիմալ զգույշ, հավելյալ քաղաքական, տնտեսական եւ ինչու ոչ նաեւ անվտանգային ռիսկեր չստեղծելու համար, որտեղ կրկնում մեր հարվածապ հակամարտությունները դրանցում ներգրաված բոլոր դերակատարները դարձնել շատ զգայուն եւ նաեւ նրանց վարկագիծն անկանխատեսելի։ Պարոն Պետրոսյան, եւ ամփոփելով, կարճ տեսեք, Եվրամիությունը եւ Ադրբեջանը արդեն վերջնականացնում են պայմանավորվածությունը Նախիջևանի երկաթուղային ցանցը մոդեռնիզացնելու եւ թողունակությունը բարձրացնելու շուրջ։ Արդյոք տրամաբանական չէ, որ եթե մենք շահագրգռված ենք, որ հետո այդ երկաթուղին որպես հիմնական ուղղություն շարունակվի դեպի Հայաստան եւ Թուրքիայի հետ կապը ապահովվի Գյումրի-Կարս այդ հատվածով, ինչը ուղղակիորեն բխում է Հայաստանի շահերից հենց այդ ողջ միջին միջանցքի ռազմավարության մեջ, տրամաբանական չէ արդյոք, որ Եվրոպայի այդ աշխատանքները Նախիջևանի երկաթուղու վրա շարունակվեն նաև հայկական երկաթուղու վրա, որտեղ ասենք ոնց որ են օծը աղբյուրի գլխին նստած է այդ ՌԺԴ-ն, հոկարակը չեն տնկել։ Չէ, ճիշտ եք ասում, պարոն Մերաբյան, ձեր ասածը անհերքելի, անքննելի է։ Պարզապես հարցը այլ մակարդակում։ Մենք այս պահին ունենք գլոբալ հակամարտություն։ Ինչ է կարծում Ռուսաստանը թեկուզ տեսեք նվազագույն հնարավորություն ունենալով էլ նա որևէ կերպ չի զիջելու ՌԺԴ-ն այն էլ որպեսզի Եվրոպական միությունը գա այստեղ ինչ որ վերականգնման, վերակառուցման կամ արդիականացման պրոցեսներ իրականացնի։ Ցանկացած հարց, այդ թվում Հայաստանի երկաթգծի հարցը ինքը կարող է աշխարհակրթական բախման պատճառ դառնալ։ Մենք ընդամենը ամիսներ առաջ տեսանք, թե ինչպիսի լուրջ խնդիրներ են առաջացել եւ ինչպիսի բարդ ներքաղաքական իրավիճակ է Հայաստանի համար առաջացել ընտրությունների հետ կապված։ Այո։ Աշխարհակրթական մրցակցությունը մենք տեսնում ենք հետաքրքրությունների ընթացքում ևս։ Ցանկացած խնդիր, ցանկացած դա էներգետիկ խնդիրն է, դա երկաթգծի խնդիրն է, դա սահմանների պահպանության խնդիրն է։ Յուրաքանչյուրը կարող է վերածվել աշխարհակրթական բախման, իսկ Հայաստանի կառավարության թիվ 1 խնդիրը անվտանգային առումով ամենակարևոր խնդիրը պետք է լինի իրավիճակն այնպեսի կառավարել, որպեսզի Հայաստանը չվերածվի աշխարհակրթական բախման թատերաբեմի։ Այս բանը կրկնում ամենակարևոր խնդիրը դա է, որ հարավային բոլոր պետությունները գտնվում, մեծ պետությունները գտնվում բավականաչափ նյարդային իրավիճակում։ Եվ նրանց վարկագիծը կանխատեսելի։ Սա ինձ համար չերևի վերլուծությունների դեպքում։ Իսկ մնացած առումներով բնականաբար ստաբիլ կիսոր ձեր տեսանկյունը։ Բայց չեմ կարծում, որ այսօր այն բանը, որ Հայաստանը այսպես շատ կտրուկ կերպով գնա ինչ որ ՌԺԴ-ի դեմ երկաթգծերի հարցի հետագա կառավարման հարցը բարձրացնում։ Ես կարծում այդ բան չի, գուցե սխալվում եմ։ Մինչև այդ մենք դեռևս անելիքներ ունենք եւ պետք է փորձենք դա անել
զուգահեռ հասկանալով թե Ռուսաստանի գործն ինչպես են ընթանում, որտեղ կա մեծ հավանականություն, որ երկրի ներսում կարող են ինչ-որ ցնցումներ սկսել հեղափոխական process-ներ։ Այդ ամեն ինչը կա, պետք է հասկանալ, գուցե շատ ավելի պատահարմար իրավիճակ լինի այդ հարցը բարձրացնելու։ Կարծում եմ այս պահին չէ այդ հարցը բարձրացնելու ամենապատեհ ժամկետը։ Շատ շնորհակալություն, պարոն Պետրոսյան, ձեր այս տեսակետը, դիտարկումը եւ գնահատականը մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար հետևենք դեպքերի ընթացքին, այդ թվում նաեւ ձեր մասնակցությամբ եւ օգնությամբ մինչ նոր հանդիպում եւ ամենայն բարիք։ Ամենք զրուցեցինք մեր գործընկեր տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ, լսեցինք իր դիտարկումները կապված Հայաստանի տարածաշրջանային օրակարգի հետ կապված նոր ձևավորվող տարածաշրջանային իրողությունների հետ, ինչպես նաև ՌԺԴ-ի խնդրի հետ կապված, երբ Հայաստանը այսօր պետք է լուծի հարևանների հետ փոխկապակցվածության հարցը, հենց միջին միջանցքում Հայաստանի մարտունակության ապահովման հարցը, որպեսզի Հայաստանը իր վրա վերցնի կապող օղակի հանգույցի դերակատարումը, այլ ոչ թե շրջանցվի։ Խաղաղություն եւ բարի նոց։